Ինչ տպավորությամբ եք եկել, ինչ մտքեր ունեք եւ ում եք տեսնում վարչապետի թեկնածու։ Տպավորությունս հաղթական է, մտքերս հաղթական են, սպասելիքներս հաղթական են, իսկ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան։ Առաջիկա մի քանի քայլը, որ կուզենայիք անել Հայաստանի Հանրապետության վարչապետը հունիս ամսից սկսած, որոնք պետք է լինեն։ Անվտանգությունը ապահովել մեր երկրի։ Երկրորդ քայլը դա մեծ երազանք է, բայց վստահ եմ, որ գոնե փոքր քայլերով պարոն Քոչարյանը կհասնի դրան Արցախի վերադարձը։ Ինչ ճանապարհով եք տեսնում Արցախի հարցի կարգավորումը, Արցախի հարցի լուծումը, կամ ինչ ճանապարհով կուզեիք տեսնել Հայաստանի Հանրապետության նորագույն վարչապետ։ Ինչ ճանապարհով, որ տեսել են 30 տարի շարունակ, դիվանագիտական, ճիշտ դիվանագիտությամբ, առանց պատերազմների, արժանապատիվ խաղաղությամբ։ Որն է ձեր տեսլականը վարչապետի թեկնածուի հարցում, ինչու հենց Ռոբերտ Քոչարյանը։ Տեսեք, յուրաքանչյուր կին, ով ընտրում է ընտանիքի ղեկավար, ընտրում է ուժեղ, կայուն, կայացած տղամարդու։ Հայրենիքը ինձ համար մի մեծ ընտանիք է, իսկ իմ հայրենիքի ղեկավարը պիտի լինի կայուն, հավասարակշռված, ուժեղ ու գրագետ մարդ։